Երբ կհրապարակվի նոր սահմանադրության տեքստը եւ ինչպիսին կլինի Հայաստանի մայր օրենքի փոփոխված տարբերակը։ Թրիփը պահպանում է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ ինչպես է գործելու ամերիկյան նախագիծը ԵԱՏՄ տարածքում։ Արդյոք Ադրբեջանը կարող է Հայաստանի համար վառելիքի հուսալի մատակարար լինել, հայտարարություն օկուպացված Արցախից։ Պատիժը ճաղերի ետևում, թե տանը Հայաստանում 100,000 բնակչի հաշվով պրոբացիայում հաշվառված 430 մարդ կա։ Բարձր ռիսկ, ցածր աշխատավարձ, որակյալ բուժաշխատողների արտագաղթի պատճառը։ Աղետից 3 տասնամյակ անց Գյումրիում հազարավոր տնակներ կան։ 5,2% հնայի աճ 2026-ին Fitch Ratings-ի կանխատեսումը Հայաստանի մասին եւ դժբախտ դեպք Երևանում երրորդ հարկից ընկած երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։ Բարի երեկո, արգելեի ուստանդող Արմենիայի եթերում ժամը լրատվականն է, տաղավարում Հայկ Նավասարյանն է աշխատ։ Եվ այսպես Թրիփը պահպանում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ թե իրավազորությունը, սա մեր երկրով անցնող ճանապարհի մասին ԱՄՆ պետդեպից հնչած ամենաթարմ տեղեկությունն է։ Ըստ հայտարարության, սահմանային անվտանգության եւ մաքսային բոլոր գործառույթները եւս մնալու են Հայաստանի վերահսկողության ներքո։ Եվ չնայած այս հայտարարությանն ու Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնությանը, Բաքուն շարունակում է ճանապարհ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք անվանել։ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովն էր օրեր առաջ խոսել թուրքական աշխարհում կիրառվող այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, հայտնելով, թե դրա մուտքի եւ ելքի կետերը գտնվելու են Ադրբեջանի տարածքում։ Բայրամովը հայտնել էր, թե Զանգեզուրի միջանցքի Հայաստանի տարածքով անցնող հատվածի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությամբ Միացյալ Նահանգները նույնպես մասնակցում է այդ գործընթացին։ Բանակցությունները հիմնականում ընթանում են Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև, քանի որ այս հարցը վերաբերում է Հայաստանի տարածքին։ Միևնույն ժամանակ իրողությունը այն է, որ այս միջանցքի թե մուտքի, թե ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից մամուլի քարտուղարի մակարդակով արձագանքել էին Բայրամովին, նշելով, որ Հայաստանի տարածքում գործելու է Թրիփ նախագիծը, որի կարգավորումները նախատեսված են Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև մայիսին ստորագրված շրջանակային համաձայնագրում։ Հայաստանում քաղաքագիտական համայնքը հաճախակի բարձրաձայնում է, որ չի կարող ամերիկյան նախագիծը կյանքի կոչվել ԵԱՏՄ տարածքում։ Այն ըստ վերլուծաբանների հակասում է ԵԱՏՄ կանոնակարգը։ Հայաստանի արտաքին գերատեսչությունից սակայն հայտարարեցին, թե Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանին կապող Թրիփը գործելու է ԵԱՏՄ տարանցման կանոնակարգերին համապատասխան։ ԱՄՆ պետդեպարտամենտից եւս արձագանքել են Թրիփի ԵԱՏՄ կանոնակարգի շրջանակում հնարավոր գործարկմանը։ Թրիփը պահպանում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ իրավազորությունը, սահմանային անվտանգության եւ մաքսային բոլոր գործառույթները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո։ Հայաստանի իշխանություններն են իրականացնում վերահսկողությունն ու կայացնում առանցքային որոշումները։ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները հաճախակի են հայտնում, թե այդ նախագծի շրջանակում հնարավոր կառուցվելիք ճանապարհով անցնող դարձողների RRS սպասարկում, այսինքն շփումը, կարող է նաև երրորդ երկրի օպերատորի պատվիրակվել։ Ստուգման համար փաստաթղթերը նրանք են հավաքելու, տարանցման վճարները նույնպես։ Ալիևն այս անգամ էլ օկուպացված Շուշիում մի լավ գովել է Թրամփին, հայտնելով, թե Հայաստանի եւ Ադրբեջանի հարցում նրա դերը շատ կարևոր էր։ Ըստ Ալիևի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի եզրափակիչ փուլում գտնվելու ընթացքում Թրամփն ու իր թիմը ստեղծեցին շրջանակ, որի շնորհիվ ըստ Ադրբեջանի նախագահի հնարավոր դարձավ խաղաղություն հաստատել։ Նրանք հասկանում էին մեր մտահոգությունները, գիտակցում էին, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն Ադրբեջանը կկապի Նախիջևանի շրջանի հետ։ Մի խոսքով նրանք շատ արդյունավետ աշխատեցին եւ Հայաստանին բացատրեցին, որ այս խաղաղությունն անհրաժեշտ է նաեւ իրեն։ Ամերիկյան փաթեթավորմամբ թուրք-ադրբեջանական Թրիփ նախագիծն ուսումնասիրելու համար մասնագետներ էին այցելել Հայաստան Միացյալ Նահանգներից։ Իդեպ Բայրամովը հայտնել էր, որ իրենց հաճախակի զեկուցում են, թե ինչ ընթացքում են նախագծի իրականացման աշխատանքները։ Մենք այս աշխարհակաղակական մեծ թատերաբեմում օբյեկտ ենք, բացարձակապես սուբյեկտ չենք։ Մեր տարածքի հետ կապված ստորագրված պայմանագրի, այսինքն նախաստորագրված այդ փաստաթուղթը, որը որ դերևս վավերացում չի անցել։ Այդ տարածքի նկատմամբ խոշոր նոմինալ սուվերենություն ունենք։
ենք եւ բնականաբար մեզ չեն դիտարկում այդ խոսույցի մեջ։ Հայաստանում Սյունիքի որ հատվածներով պետք է անցնի այդ ճանապարհը։ Մինչև օրս ինչ աշխատանքներ են տարվել, որքան գումար է ծախսվել, բաց աղբյուրներում այդ մասին տեղեկություն հնարավոր չէ գտնել։ Նիկոլ Փաշինյանը լրագրողների ճեպազրույցում հայտնել էր, թե Հայաստանի կառավարությունը շարունակելու է աշխատել Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրոպական միության, Կենտրոնական Ասիայի երկրների եւ Չինաստանի հետ, քանի որ ըստ Փաշինյանի նախագիծը գլոբալ նշանակություն ունի։ Եվ ըստ Հայաստանի գործադիրի ղեկավարի, Հայաստանի կառավարությունը եւս ցանկանում է հնարավորինս արագ սկսել դրա իրականացումը։ Փաշինյանի ձևակերպմամբ արդեն այս տարվա աշնանը գետնի վրա կմեկնարկեն առաջին աշխատանքները։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Իսկ ի վերջո, երբ կհրապարակվի նոր սահմանադրության տեքստը եւ ինչ փոփոխություններ են նախատեսվում Հայաստանի մայր օրենքում, սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռ չգիտենք։ Իշխանությունը լռում է, ընդդիմությունը պահանջում է հրապարակել, թեև ըստ պաշտոնական հայտարարությունների նոր սահմանադրության փոփոխված բովանդակությանը հասարակությունը պետք է ծանոթ լիներ դեռ ընտրություններից առաջ։ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը, ով ի պաշտոն է նախագահում է նաև մայր օրենքի բարեփոխման խորհուրդը, այս խոստումը տվեց նախորդ տարեվերջին։ Արդեն այս տարի ժամկետն անորոշ դարձրեց, հայտարարելով, թե գուցե այն վերջնականացնեն մինչև հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները։ Դրանք էլ ավարտվեցին, տարին կիսվեց, բայց մինչև այս պահը պարզ չէ սահմանադրության նոր տեքստի հետ կապված ինչ որոշումներ է ընդունել այն փոփոխող խումբը, եւ ի վերջո այս աշխատանքներն ուր են հասել։ Հապաղումը նրանում էր, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամները, երբ որ մենք քննարկում ունեցանք, նրանցից շատերը ունեին առաջարկներ, եւ մենք հասկացանք, որ այդ առաջարկները, քանի որ նախընտրական շրջան է մոտենում, հանդարտ աշխատանքային պայմաններում չենք կարողանալու քննարկենք եւ որոշեցինք, որ առաջարկների ժամկետը հետաձգենք մինչև ընտրություններից հետո, որպեսզի այդ առաջարկները հանդարտ պայմաններում կարողանանք քննարկել։ Հանդարտ պայմաններում ընտրությունների արդյունքներով սահմանադրության փոփոխության նախագիծը միայնակ առանց նոր խորհրդարան անցնող ընդդիմադիրների աջակցության հանրաքվեի դնելու հնարավորություն չունեցող ԿՊ-ն քննարկումները կշարունակի արդեն մինչև այս տարեվերջը։ Ժամկետը առաջարկների ներկայացման սպառվել է, կոնկրետ ժամկետներ հիմա չեմ ասի, նկատի ունեմ, բայց մինչև տարվա վերջ կհրապարակի։ Փորձագիտական համայնքում տարակուսած են, մասնագետները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ սահմանադրական բարեփոխումների ընթացքի մասին հանրային իրազեկումը նույնիսկ բավարար մակարդակով չի իրականացվում։ Եթե 10 տարի առաջ գործող բարեփոխումների հանձնախումբը պարբերաբար իրականացված աշխատանքների եւ ընդունած որոշումների մասին տեղեկություններ էր հրապարակում, ապա այժմ մինչև այս պահը հայտնի չէ, թե ինչ բովանդակություն են մշակել։ Ինչ-որ չափով արդարադատության նախարարությունը իրենց հանդիպումների մասով սոսկ հանդիպումների խնդրում եմ նրան ուշադրություն դարձնել, բայց ոչ բովանդակային, հա, մեծ որոշակի ինֆորմացիա տալիս է, բայց գլոբալ առումով սահմանադրության փոփոխությունների բովանդակության մասով մենք բավարար տեղեկություն այսօր չունենք։ Ավելին, մենք չունենք հայեցակարգ։ Դեռևս անհայտ է նաև նոր սահմանադրության նախաբանում կպահպանվի արդյոք երրորդ հանրապետության անկախության հռչակագրի հղումը, թե ոչ։ Հիշեցնեմ, Ադրբեջանի նախագահի կոկորդին հենց այս դրույթն է մնացել։ Բաքուն այն ներկայացնում է իբրև տարածքային հավակնություն, պահանջելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար հրաժարվել ձևակերպումից։ Ու թեպետ սահմանադրական բարեփոխումների հանձնախումբը դեռ չի հրապարակել այս թեմայով իր վերջնական որոշումը, մի շարք հստակ հայտարարություններ արդեն իսկ հնչել են թե իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերնախավից, թե անձամբ հենց Նիկոլ Փաշինյանից։ Նա բազմիցս նշել է, որ իր կարծիքով նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրի հղումը պետք է չլինի։ Որովհետև անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ եւ ուզենալ անկախ պետություն կառուցել։ Սակայն սահմանադրագետների գնահատմամբ մայր օրենքում անկախության հռչակագրի հղումը չի վկայում որևէ կոնֆլիկտի մասին։ Մասնագետների համոզմամբ այն արտացոլում է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներն ու արժեքային ուղղությունները։ Դրանք ուղղեն նշվում են Հայաստանի Հանրապետության ղեկավարության քաղաքականության պայմանական ասած այն սկզբունքները եւ այն նպատակները, որոնք պետք է գերակա լինեն պետության էֆեկտիվ արդյունավետ կառավարման տեսանկյունից
քաղաքական եւ իրավական իմաստով։ Միաժամանակ, քանի դեռ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի հանրայնացրել իր դիրքորոշումն անկախության հռչակագրին վերաբերող դրույթի վերաբերյալ, մասնագետները մտահոգիչ են համարում իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները։ Եթե նաեւ անալոգիա անենք վերջին տարիներին եւ ինստիտուցիոնալ զարգացումների եւ օրենսդրական որոշ այլ process-ների հետ համատեղ, ապա կարող ենք տեսնել, որ ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները վերջնարդյունքում կյանքի են կոչվում, անկախ նրանից, թե ներքևի օղակներում այլ ինչ process-ներ կարող են ընթանալ։ Մասնագետների սպասումն այժմ ոչ միայն նոր ձևակերպումների, այլև դրանց հիմքում դրված քաղաքական ու իրավական տրամաբանության մասին է, միայն թե մինչև վերջնական տեքստի հրապարակումը սահմանադրական բարեփոխումների շուրջ հարցերն առայժմ էապես ավելի շատ են, քան պատասխանները։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Ռուսաստանից Հայաստան է ուղևորվել ցորենի հերթական խմբականակը 7 վագոնով 490 տոննա կշռող բեռը մեր երկիր կհասնի Ադրբեջանի տարածքով։ Իր հերթին ադրբեջանական շուկայից կամ պարզապես այդ երկրի տարածքով Հայաստան հասնող բեռների մասին խոսել է նաև Ալիևը։ Օկուպացված Շուշիում անցկացվող այսպես կոչված մեդիա ֆորումի ընթացքում նա հայտարարել է, թե իդեմս Ադրբեջանի Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր։ Նրա դիտարկմամբ, եթե նման հնարավորություն չլիներ, Երևանը ստիպված կլիներ անհրաժեշտ ռեսուրսները փնտրել ամբողջ աշխարհում, իսկ թե ինչու են Հայաստանից վագոնները շարունակում դատարկ վերադառնալ Բաքու, Ադրբեջանի նախագահը այս հարցը հմտորեն շրջանցել է։ Ըստ հայ մասնագետների, սա եւ տնտեսական եւ քաղաքական ենթատեքստեր է պարունակում։ Ինքը պատրաստ է թույլ տա, որ հայ գործարարները գան Ադրբեջանից ինչ-որ ապրանք գնեն եւ Հայաստանում վաճառեն, բայց իրենք շահագրգռված չեն, որ հայկական ապրանքը գնա ադրբեջանական շուկա։ Իսկ հայ գործարարները, որոնք Ադրբեջանի հետ տնտեսապես կապված կլինեն, Բաքվի համար սա ուղիղ հնարավորություն է մտնել Հայաստանի քաղաքական նաև դաշտ, որովհետև այդ գործարարները իրենք լինելու են Ադրբեջանի շահերի լոբինգ իրականացնող եւս մեկ գործիք։ Եվրոպական միությունը պատրաստվում է Հայաստանում նոր առաքելություն իրականացնել, նպատակն է հիբրիդային սպառնալիքների, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների եւ արտաքին միջամտության դեմ պայքարը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Պաշտոնյան նշել է, որ համապատասխան որոշումը հաստատվելու է Բրյուսելում կայանալիք Եվրամիության արտգործնախարարների հանդիպման ընթացքում։ Ըստ Եվրամիության պատասխանատուի այս նախաձեռնությունը տեղեկատվական եւ հիբրիդային գնալով աճող մարտահրավերների պայմաններում նպաստելու է Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը։ Բարբերաբար Հայաստանի իշխանությունները տարբեր ներկայացուցիչներ բողոքել են ռուսական ազդեցություններից։ Եվրոպական կողմը կարող է լինել շահագրգռված, որպեսզի չեզոքացնի այդ հնարավոր նարատիվները, որոնք կարող են տարածվել ռուսական կողմից, իրենց Հայաստանում հաստատվելիք ազդեցությունը, այսպես ասենք, անսասան պահելու կամ հակառակ կողմին կամ իրենց աշխարհաքաղաքական մրցակցին պարկաբեկելու կամ նրա կողմից փափուկուշ կիրառելու փորձերը որպես հիբրիդ սպառնալիք ներկայացնելու եւ այլն։ Արչևում թողարկման երկրորդ հատվածն է, կվերադառնանք րոպեներանց։ Պատիժը ճաղերի ետևում, թե տանը Հայաստանում 100,000 բնակչի հաշվով պրոբացիայում հաշվառված 430 մարդ կա։ Բարձր ռիսկ, ցածր աշխատավարձ, որակյալ բուժաշխատողների արտագաղթի պատճառը։ Աղետից 3 տասնամյակ անց Գյումրիում հազարավոր տնակներ կան։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունները 7-րդ օրն է չեն գործում։ Այսօր բողոքի ակցիա են անցկացրել Երևանի Արարատ կոնյակի գինու օղի կոմբինատի աշխատակիցները։ Նրանք դժգոհել են, որ անորոշության մեջ են, չգիտեն պարապուրդի ընթացքում աշխատավարձ ստանալու են, թե ոչ։ Բողոքի ակցիա են կազմակերպել նաև Մուլտիստոն քարամշակման գործարանի աշխատակիցները։ Բանվորները հայտարարել են, որ եթե իրենց աշխատանքը չվերականգնվի, առաջիկայում կփակեն նաև Երևան-Սևան ավտոմայրուղին։ Օբշի 72 հիմնարկ մի անգամից տենց բան են անում։ Ստուգումը կամ թո 5 հատը փակեին, ստուգեին, բացեին են մյուս 5-ը։ Ոչ թե այս 7-8000 հոգի աշխատողին անենք ցեին դուս անույս ու ոչ մեկ ոչ մի պատասխան չտա դրա համար։ Ոչ մեկ չգան ասեն 2 օրից կլինի կամ 5 օրից կլինի, անույս է ժողովուրդն ինչ անեն։
Եկուս չեմ իսօր իմ մուծման օրնա բանկը։ Ես որ չմուծեցի ինձ գցելու է սեփսուտակ 6 հատ ես ամեն բարգում 6 հատ վարկ ունեմ։ Ոնց մուծեմ կոմունալից վճարման օրերն է։ 3 օրից հոսանքը եթե չվճարեմ ամսու 18-ին հոսանքս անջատվում է։ Այս շոքին ոնց ենք ապրում։ Պատիժը ճաղերի ետևում կրել, թե տնային կալանքի պայմաններում որոշումը էական ազդեցություն կարող է ունենալ անձի հետագա վարքագծի, նրա ճակատագրի վրա ընդհանրապես։ Այս առումով մեծ անելիք ունի հատկապես պրոբացիոն ծառայությունը, որին վերապահված է դատապարտված քաղաքացիներին կրկնահանցագործություններից զերծ պահելու, նրանց ճիշտ ուղղորդելու և հասարակությանը ինտեգրելու առաքելությունը։ Այսպես մեր երկրում 100,000 բնակչի հաշվով պրոբացիայի վերահսկողության տակ մոտ 430 մարդ կա։ Այս ցուցանիշով Հայաստանը դասվում է պրոբացիայի բարձր ցուցանիշ ունեցող երկրների շարքին։ Եվրոպական երկրներից շատերում բանտերը շարունակում են մնալ գերբեռնված, իսկ մասնագետներն էլ ավելի հաճախ են սկսել խոսել ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունից։ Եվրոպայի խորհրդի պրոբացիան եւ բանտերը Եվրոպայում տարեկան զեկույցի համաձայն մեկ տարվա ընթացքում 2024 թվականի հունվարից մինչև 2025 թվականի հունվար ժամանակահատվածում պրոբացիոն վերահսկողության տակ գտնվող անձանց թիվը աճել է 2.7%-ով, մինչդեռ եվրոպական բանտային համակարգերի թե կեսը շարունակում են գործել գերբնակեցվածության կամ առավելագույն ծանրաբեռնվածության պայմաններում։ 2025 թվականի հունվարի 31-ի դրությամբ Եվրոպայի 36 երկրների պրոբացիոն ծառայությունների վերահսկողության տակ գտնվել է ավելի քան 1,433,000 մարդ։ Միջին հաշվով յուրաքանչյուր 100,000 բնակչի հաշվով պրոբացիոն վերահսկողության տակ է եղել 154 անձ։ Զեկույցի համաձայն Հայաստանը շարունակում է դասվել պրոբացիայի բարձր ցուցանիշ ունեցող երկրների շարքին։ 100,000 բնակչի հաշվով մեզ մոտ պրոբացիոն վերահսկողության տակ է 430 մարդ։ Այս ցուցանիշով Հայաստանը զիջում է միայն Լեհաստանին, Թուրքիան եւ Վրաստանին։ Միաժամանակ Եվրոպայի խորհուրդը ուշադրություն է հրավիրում նաեւ պրոբացիոն ծառայությունների ծանրաբեռնվածության վրա։ Զեկույցի համաձայն Հայաստանում պրոբացիոն աշխատանքներում ներգրավված մեկ աշխատակցին բաժին է ընկնում 78 մարդ։ Կարծում եմ դա միջինացված թիվն է, որը մեդիանն է, այսինքն միջինացված թիվը շատ ավելի մեծ է լինելու, քան մեդիանը եվրոպական։ Մասնագետները նաև նշում են, որ Հայաստանի պրոբացիոն ծառայությունը իրականացնում է բազմաթիվ այլ գործառույթներ, որոնք չեն բխում պրոբացիայի դասական ընկալումներից։ Պրոբացիայի պատմական գործը դա պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում վարքի նկատմամբ վերահսկողությունն է, պատիժը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողությունն է եւ անջից պայմանական բաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ վարքի վերահսկողությունն է եւ հանրային աշխատանքը։ Իրական բում պրոբացիայի գործառույթների փոխարեն մենք այսօր բազմաթիվ այլ ֆունկցիաներ ենք կատարում, որոնք շատ պրոբացիայի գաղափարախոսությանը հարիր չեն։ Փորձագետների դիտարկմամբ պրոբացիայի հիմնական նպատակը կրկնահանցագործության ռիսկերի գնահատումը ու կանխարգելումը, անհատական վերականգնողական ծրագրի մշակումը եւ անձի հասարակության վերաինտեգրմանը նպաստումն է։ Միաժամանակ մասնագետները նշում են, որ ծառայության արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն օրենսդրական կարգավորումներով, այլև ծառայության գործառույթների հստակ տարանջատմամբ, ծանրաբեռնվածությամբ եւ անհրաժեշտ ռեսուրսներով։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Հաճախ ենք լսում կամ տեսնում, որ իշխանությունը նաև մարզերի բուժ հիմնարկներն է վերազինում բժշկական նորագույն սարքավորումներով, բայց միևնույն ժամանակ հանդիպում են դեպքեր, երբ ժամանակակից հիվանդանոց կա, մասնագետ չկա։ Հաճախ էլ մարզերից մայրաքաղաք են տեղափոխվում լավ մասնագետները կամ էլ բռնում օտարության ճամփան։ Ոլորտային մասնագետների խոսքով գլխավոր խնդիրն այն է, որ նեղ մասնագետների աշխատանքի ռիսկը բարձր է, աշխատավարձը ցածր մեր երկրում։ Ինչ անհրաժեշտ առողջապահական որակյալ համակարգ ունենալու համար։ Ենթակառուցվածքներ, նյութատեխնիկական բազա եւ իհարկե որակյալ մասնագետներ։ Առաջին երկուսի մասով մեծ առումով բողոքելու տեղ չունենք։ Իսկ այ վերջինը Հայաստանի համար խնդիր է։ Հաճախ լսած կլինեք, որ մազային այսինչ հիվանդանոցում կա այնինչ թանկարժեք բժշկական սարքը, բայց դրանից գլուխ հանող օգտվելու ունակություն ունեցող մասնագետ չկա։ Միայն ապահովագրության ներդրման արդյունքում մենք միջինում առաջնային օղակում 30-ից 40%-ի աշխատավարձի աճ ունենք։ Սա նշանակում է, որ բոլոր բժիշկներին է բարձացել, սա նշանակում է մեծամասամբ բոլորին է բարձացել է, բայց լինում են առանձնակի ամբուլատորիաներ, ովքեր օրինակ ունեն
որոշակի ֆինանսական բարդություններ նախկինում կուտակած պարտքերի։ Առողջապահության նախարարը խոսում է հիմնական այն գործոնի մասին, որի պատճառով բժշկական հիմնարկներում մասնագետների համալրման խնդիր է առաջանում։ Խոսքը բնականաբար փողի մասին է։ Բժիշկները շարունակում են արտագաղթել դեպի Եվրոպա կամ ԱՄՆ, այնտեղի բարձր աշխատավարձերի պատճառով։ Սրանից բացի երկրում նկատվում է նաև ներքին արտահոսք։ Մարզերից մասնագետները տեղափոխվում են Երևան, իսկ պետական բուժհաստատություններից մասնավոր բժշկական կենտրոններ։ Մեր բոլոր նեղ մասնագետները, ովքեր որ ունեն ծանրաբեռնվածություն, նրանց աշխատավարձը անգամներով աճել է։ Մեր ակնաբուժների, նյարդաբանների եւ էլի շատ մասնագիտություններ ունեցող անձանց աշխատավարձը չեմ ասում տոկոսով, անգամներով աճել է, ինչը հենց մեր նպատակն է։ Ունենք մասնագետներ, ովքեր 1 միլիոն դրամից ավել աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում։ Եթե մենք վերցնում ենք արտահիվանդանոցային նեղ մասնագետներին, ապա մենք այդտեղ խնդիր ունենք, օրինակ ֆիզիատրների, ինֆեկցիոնիստները բոլորը այս պահին լքում են պոլիկլինիկաները, որովհետև իրենց աշխատավարձը շատ ծիծաղելի է։ Թեև վերջին տարիներին առաջնային օղակի բժիշկների վարձատրությունը որոշ չափով բարձրացել է, այն դեռևս չի կարող մրցակցել միջազգային շուկայի առաջարկների հետ, նշում են մասնագետները։ Գլոբալ աշխարհում այլևս պետք է հաշվի առնել արտերկրից արվող շահավետ առաջարկների գործոնը ևս։ Հիմնականում անեստեզիոլոգներն են արտագաղթում, սրտաբաններն են արտագաղթում, ընդհանրապես նեղ մասնագետները, որովհետև նրանք ունեն բավականին լուրջ նեղ մասնագետների կարիք։ Ամենամեծ խնդիրն այս պահին նկատվում է նեղ մասնագետների համալրման process-ում։ Օրինակ անեսթեզիոլոգը մահատումից կախված է վիրահատության բարեհաջող ընթացքը եւ ավարտը։ Այս մասնագետները մեծ տեմպերով լքում են բժշկական ոլորտը կամ երկիրը։ Մասնավորապես երիտասարդ շատ մասնագետներ մեկնում են Գերմանիա, որտեղ բազեցված կարգով ներգրավում են աշխատուժ Հայաստանից։ Չորրորդ կուրսից սկսած մեր ուսանողները սկսում են սովորել գերմաներեն, անգլերեն, մեծ պահանջարկ ունեցող այդ քննությունները տալիս են եւ արտագաղթում են։ Պետական բժշկական համալսարանը դառնում է այլ երկրների համար էժան աշխատուժ ձևավորող բու։ Դա տարիների ընթացքում բերելու է կադրային մեծ կրիզիսի, եթե մենք պետական մակարդակով մոտիվացնող խնդիրներ չառաջացնենք։ Ըստ փորձագետների, մասնագիտական շարունակական զարգացման եւ պարտադիր հավաստագրման համակարգը ևս բազմաթիվ բժիշկների համար դարձել է ֆինանսական ու ժամանակային լրացուցիչ բեռ։ Հատկապես փորձառու մասնագետների մի մասը նախընտրում է լքել համակարգը, քան հարմարվել նոր պահանջներին, ինչը ել ավելի է խորացնում կադրային ճգնաժամը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը շարունակում է դժգոհությունների առիթ դառնալ։ Փաստաբանների գնահատմամբ միայն բնակարանային հավաստագիրը առկա խնդիրը չի լուծում, քանի որ ընտանիքների մեծ մասը ստիպված է լրացուցիչ տասնյակ միլիոնավոր դրամների վարկ վերցնել։ Նրանց դիտարկմամբ գործող պայմաններում, հատկապես փոքր ընտանիքների համար Երևանում բնակարան ձեռք բերելը առանց մեծ վարկային բեռի գրեթե անհնար է։ 90% Արցախից տեղահանված ընտանիքների այդ խնդրի առաջ են հիմա կանգնած։ Այսինքն անհնար է պետության կողմից տրվող այդ ֆինանսավորմամբ Երևանում 3 միլիոն, հարագից մարզերում 4 միլիոն եւ ծայրամասերում 5 միլիոն այդ գումարով հիմնականում Երևանում են վերցնում, որովհետեւ աշխատանքը Երևանում է։ Ունենալով շատ հաջող ծրագրեր, երբ որ պետությունը տոկոսը սուբսիդավորում է, երբ որ ցածր տոկոսադրույքով վարկ է տրամադրվում, կարծում եմ ողջամիտ չէ, որ տեղահանված ընտանիքների մասով լրացուցիչ այդ աջակցությունը չի տրվում, ինչը շատ մեծ աջակցություն կլիներ տեղահանված սահմանափակ թվով ընտանիքների մասով։ Աղետից 3 տասնամյակ անց էլ Գյումրին շարունակում է աղետի գոտի հիշեցնել։ Այս պահի դրությամբ դեռ 2400 տնակ կա, որից 30 անցյալ տարի, 23-ը այս տարի ապամոնտաժել է պետությունը, բայց ըստ ծրագրի մինչև 2031-ը Գյումրին պետք է ազատված լինի բոլոր տնակներից։ Կառավարության ընդունած որոշմամբ Գյումրիում բնակվող փոխհատուցում չստացած ընտանիքները պետական աջակցություն կստանան ֆինանսական օգնության կամ բնակարանների հատկացման տեսքով։ Դեռևս հստակ չէ, սակայն թե մինչև 2031 թվականը կգործեն արդյոք տնակներում բնակվող ընտանիքների համար սահմանվող այս պայմանները։ Ըստ նախատեսվածի խարխուլ կիսավեր տնակների ապամոնտաժման գործընթացը արդեն պետք է ավարտված լիներ։ Մինչդեռ իրավասուները խնդրին վերջնական լուծում տալու նպատակով
շարունակում են ինչպես փոխհատուցման տրամադրման, այնպես էլ ապամոնտաժման իրականացման մեխանիզմներին վերաբերող քննարկումները։ Պաշտոնական տվյալներով անցած տարի 30, այս տարի 23 տնակ է ապամոնտաժվել։ Ու եթե մոտ 2400 տնակների ապամոնտաժումը այս տեմպերով շարունակվի, ապա դրա համար շուրջ 80 տարի կպահանջվի։ Փորձագետները շեշտում են ծրագրի առաջնահերթությունը ոչ թե համայնքային հողերի տնակներից ազատումը, այլ աղետից տուժած եւ արդեն 37 տարի տնակներում ապրող մարդկանց բնակարաններով ապահովումը պետք է լինի։ Նրանք իրատեսական չեն համարում նաեւ խնդրի վերջնական լուծման հիշատակվող վերջնաժամկետը։ Առաջարկում են մինչեւ 2027-ը ապամոնտաժել համայնքային սեփականության տարածքներում տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինությունները, իսկ բնակիչներին վերաբնակեցնել։ Це հետևյալն է, այդ մինչև 27 թվականը, որը ես իրացել եմ ասել, իրականացվում է։ Ու կարող է իրականացնել, բան չունեմ ասել, ոստիկանությունը, բանակով, չգիտեմ ինչով, մոտ 2000 ընտանիքի փողոց լցնես, բայց արդյունք ինչ կդա մեզ, ոնց ընտանիքներ, տարեցներ, մանկասակ երեխաներով տնագից հանես տնագը քանդես, մասնաց փողոց լցնես։ Վիճակագրական կոմիտեի ուսումնասիրության համաձայն, եթե 2019-ին Շիրակում ծայրահեղ աղքատ է եղել մարզի բնակչության 1.7%, ապա 2020-ին այդ ցուցանիշը հասել է 2.2%-ի։ Բարձր է նաև աղքատության ցուցանիշը գրեթե 43%։ Պետությունը մոտ 400 ընտանիքի բնակարանով ապահովելու պարտավորություն ունի։ Գյումրեցի կինն էլ, ով ժամը լրատվականի հետ զրույցում ցանկացավ անանուն մնալ, ասում է 30 տարի է տնակում են ապրում, լսել են կառավարության որոշման մասին, բայց թե ուր պետք է գնան, ինչ անեն, գաղափար անգամ չունեն։ Տեսած լսել եմ այդ որոշման մասին, բայց այս պետության հետ, այս ղեկավարության հետ հույս կապելը անհնար է։ 30 տարի ցավել, կխոսան, կմնա այդ ամեն ինչը թղթի վրա, ամեն ընտրություններին ես կհիշեմ, որ մեզի խոստումների ցանկով կգային թոմիկները, այս տարի կվերանա, այն տարի կվերանա։ Ուտպես եկանք հասանք այսօրվան։ Գյումրիի քաղաքային իշխանությունն էլ օրերս հայտարարեց անօթևանների խնդրի լուծման անհրաժեշտության մասին։ Հայտարարվեց նաև, որ Գյումրիում շատ կիսակառույցներ կան, որոնք կարելի է ավարտին հասցնել եւ անօթևաններին բնակարանով ապահովել։ Ցանկ են կազմել եւ ուղարկել են կառավարություն։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներով։ 5.2% հնայի աճ 2026-ին Fitch Ratings-ի կանխատեսումը Հայաստանի մասին եւ դժբախտ դեպք Երևանում երրորդ հարկից ընկած երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։ Առավելապես կայուն երկինք, ավելին քիչ ուշ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Հայաստանում անցկացված ժողովրդագրական ուսումնասիրությունները վկայում են բնակչության աստիճանական և արագացող ծերացման մասին։ Վիճակագրական տվյալների համաձայն վերջին տարիներին գնալով աճում է 65 և բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը, ինչը բնորոշ է ծերացող հասարակություններին։ Ժողովրդագրական փոփոխությունների դինամիկային հետևող մասնագետների դիտարկմամբ առաջիկա տարիներին տարիքային այս շեմին բնորոշ հիվանդությունների, դեմենցիայի և ալցհեյմերի հիվանդության բեռը կարող է զգալիորեն մեծանալ, հիվանդությունների կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը դարձնելով առողջապահության ոլորտի կարևոր առաջնահերթություն։ 2024 թվականի տվյալներով 65 և բարձր տարիքային խմբի բնակչությունը կազմել է 14.1%, իսկ կյանքի սպասվող միջին տևողությունը 74.1 տարի։ Միևնույն ժամանակ Հայաստանում իրականացվող առողջ ուղեղի հայկական ծրագրի նախաձեռնության շրջանակներում 2022 թվականին կատարված սքրինինգային հետազոտությունը, որը ընդգրկել է 40 և բարձր տարիքի ավելի քան 1000 անձ, ցույց է տվել, որ մասնակիցների 35.7%-ի մոտ հայտնաբերվել են տարբեր աստիճանի ճանաչողական խանգարումներ։ Այս տվյալները փաստում են, որ տարեց բնակչության առողջության պահպանման խնդիրները, այդ թվում դեմենցիայի կանխարգելումը, վաղ հայտնաբերումը և արդյունավետ կառավարումը դառնում են հանրային առողջապահության կարևորագույն առաջնահերթություններից մեկը նաև մեր երկրի համար։ 2026-ին հնայի 5.2% աճ է կանխատեսում մեր երկրի համար Fitch Ratings վարկանիշային գործակալությունը, ինչը զգալիորեն կգերազանցի BB վարկանիշային խմբի երկրների համար կանխատեսվող 2.9% միջին ցուցանիշը։ Այս է օրվա այլ կարևորը հաջորդիվ տեսաշարում։
Իրանցի երկու մոտոցիկլավարներ տարածաշրջանի երկրների համար խաղաղության ուղերձով կազմակերպված արշավի շրջանակում իրենց առաջին կանգառը կատարել են Հայաստանում։ Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնը հայտնում է, որ խաղաղություն եւ քաղաքակրթություն խորագրով արշավի շրջանակում եւ խաղաղություն բոլորի համար ոչ պատերազմին կարգախոսով մոտոցիկլավարները անցել են ավելի քան 2000 կիլոմետր եւ Թայբադից հասել Երևան։ Հայաստանից հետո մոտոցիկլավարները կշարունակեն իրենց երթուղին դեպի Վրաստան եւ Թուրքիա։ Երևանում բազմաբնակարան շենքերից մեկի 3-րդ հարկից երեխա է ընկել եւ մահացել։ Բժշկական կենտրոնից հայտնել են, որ երեխան բժշկական կենտրոն էր տեղափոխվել բազմակի վնասվածքներով եւ սրտի կանգով։ Վերակենդանացման թիմը եւ համապատասխան մասնագետները անմիջապես իրականացրել են վերակենդանացման անհրաժեշտ բոլոր համալիր միջոցառումները։ Վնասվածքների ծանրության պատճառով, սակայն, երեխայի սրտի աշխատանքը վերականգնել չի հաջողվել եւ արձանագրվել է կենսաբանական մահ։ Փոքրիկը 1 տարեկան էր։ Հուլիսի 11-ին Երևանում արմատից չորացած փտած ծառի տապալման հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի 50-ամյա մոպեդավար է մահացել։ Ժամը 21:50-ի սահմաններում Ումիրով Ուրալին աշտարակի խճուղով երթևեկելիս է եղել, երբ հաստաբուն ծառը արմատից պոկվել եւ ընկել էր մոպեդի վրա։ Մոպեդավարը տեղում մահացել էր։ Միջազգային հեղինակավոր Fitch Ratings վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ 2026 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքի իրական աճը կկազմի 5.2%, ինչը զգալիորեն կգերազանցի BB վարկանիշային խմբի երկրների համար կանխատեսվող 2.9% միջին ցուցանիշը։ Հայաստանում իշխող ուժը ազգային ժողովի 2026-ի ընտրությունների նախընտրական ծրագրում խոստացել է համախառն ներքին արդյունքի միջինում տարեկան աճը հասցնել 6%-ի։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը 2027 թվականին նախատեսում է սկսել 6-ից 7-րդ դարերին թվագրվող արտազավանքի հնագիտական պեղումները, որից հետո կպատվիրվի վանական համալիրի վերականգնման ճարտարապետական նախագիծը։ Հուշարձանը գտնվում է խիստ վթարային վիճակում, փլուզված են ծածկերը, վնասված բոլոր պատերը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ առաջիկա օրերին սպասվող եղանակային կանխատեսումների մասին, ինչպես միշտ կպատմի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ եւ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի կայուն պայմաններում առանց տեղումների, ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 26-ից 31 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 36-ից 38, Լոռիում 26-ից 30, Տավուշում 30-ից 33 աստիճան, Հարերատում, Արմավիրում, Սյունիքի հովտային գոտիներում վաղը ցերեկը սպասվում է առավելագույնը 38 աստիճան, Սյունիքի նախալեռներում կդիտվի 28-ից 31, Երևանում օրը կանցնի առանց տեղումների, այս գիշեր սպասվում է 20-ից 23, ցերեկը 36-ից 38, երեկոյան 26-ից 29 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։